այսօր ձեզ չենք տեսնելու ռինգում։ Չէ, ես ամսի 2-ին եմ կպտելու high fighting։ Քանի մենամարտ ունեք, պայմանագիր ունեք, մի շարք մենամարտեր դեռ մնացել են, դեռ կոնկրետ քանիսը ունեք, եւ կարծես թե խառը մենամարտերում Հայաստանը նոր հորիզոններ են, մեր մարզիկները նոր հորիզոններ են նվաճում։ 6 հատ բոյի կոնտրակտ ունեմ, 2 հատը մի անգամուց կպահեմ միացած բոյին։ Մնացել է 4 հատ, հիմա երրորդը կրվելու եմ ամսի 2-ին։ Վերջինը ռևանշով էր, բարդ տրվեց, որովհետև բավականին ծանր մենամարտից հետո մի հատ էլ ռևանշ մենամարտ։ Իմ համար ծանր չէր, ես вообще հարված բաց թողեցի։ Իմ սապերնիկի համար էր ծանր, բայց ինքն էր ուզում իր ձևով որ մի հատ էլ իր հետ կպտեի, դրա համար կպա որ չնեղված չգնաց տեղի։ Դուք արդեն լեգենդ եք, հա, այս խառը մենամարտերի մարզաձևում արդեն լեգենդ եք, ինչ խորհուրդ կտաք նաև սկսնակներին, որոնք փորձում են այսպիսի մենամարտերի շնորհիվ նաև աճել, հա, որպես մարզիկներ։ Խորհուրդ կտամ անպայման ներկա լինեն, նայեն, նայելով են շատ բան սովորում։ Ու միշտ պարապեն ունեց, որ իրան սապերնիկը տենց չկարենա պարապի։ Հիմա կա մեկը, որ ձեր ֆավորիտն է, օրինակ նախորդ անգամ Դավիթ Խաչատուրյանն էր, այս անգամ եւ Միրան Հարությունյանի եւ Գենադի Մակարյանի սպասվող մենամարտի մասին ինչ կասեք։ Բոլորը հիմա շունչները պահած սպասում են երբ է սկսելու։ Դավիթ Խաչատուրյանը կպավ Սերգոյի հետ, Սերգոն ամենափոքրուց իմ մոտ է պարապել, հետո արդեն զալը փակվել է, եկել է Լիվինի Արենի մոտ, գազա տվել, առաջա գնաց է, այսօր էլ կրեց Դավիթ Խաչատուրյանին, չնայած երկու կողմն էլ սաղ մեր թիմն է, մեր ախպերությունն է, էլի մենք չէր որ շատ կարևոր էր, բայց կրեց Սերգոն Դավիթին, հիմա կպտնելու է ես սեկունդանտ էի Արսենին էլի մեր ընկերոջ հետ կպավ էլի հաղթեց, նոկաուտով ճիշտ ասած, բայց իմ սրտով չէր, այտենց ճիշտ է, ես ուրախ եմ, որ մեր տղեն կրեց, բայց այնօր էր մեր տղեն կուզեի առանց նոկաուտի, նորմալ բոյը միջև վերջը տար էլի կրեր բալուբումի։ Գենայի եւ Միրան Հարությունյանի սպասվող, հա, այս իրենց մենամարտերի վերաբերյալ ինչ կա։ Գենային հեսա էլի սեկունդանտ եմ ես, պետքա կրենք ինչ ասել, մենակ հելնում են կրելու համար, բայց թե ինչ կլինի Աստված գիտի, կապ չունի ով ինչքան ֆորմի մեջ է։ Ծանր մարզումները շարունակվում են։ Հա, ես 2 շաբաթ էլ չմնացին բոյին, շատ։ Ես միշտ հելնում եմ հաղթելու համար, բայց թե ինչ կլինի, այդ մենակ Աստված գիտի, որովհետև մեր մոտ մի հատ հարվածը հարց է լուծում, կարա սաղ բոյը կրես, մի հատ հարված բաստողած ու ամեն ինչ վերջանում։